հերքելի մի ապացույց դրվակ, որ դատախազությունը դատական 3 ատյաններում մի քանի անգամ պարտվելուց հետո հիմա 3-րդ անգամ է դիմում եւ ես գրավոր կներկայացնեմ ձեզ, որպեսզի դուք պատասխանեք դրա դրդապատճառները։ Նույն 3 ատյաններում պարտվելուց հետո 3-րդ անգամ որն է դրդապատճառը նորից մտնել առաջինից մինչև վճարաբեկ դատարան գործընթացի մեջ։ Բայց հիմնական իմ հարցը այսօր միտված էր, ուղղված էր հոկտեմբերի 27-ի հետ կապած անջատված մասի քննությանը, որի մասին մենք որևէ բան չլսեցինք, առավել ևս, երբ որ դուք 5 րոպե ունեիք եւ կարող եք այդ հարցի շուրջ մեզ տեղեկացնեիք, ինչ է տեղի ունենում եւ ուր ենք հասել։ Նամանավանդ, որ վերջերս տեղի ունեցավ հարցազրույց Սուրեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ, լրագրող Սարգսյանի, եթե չեք նկատի, ես ընթերցեմ այդ հարցի կարևոր դրվագը, որը 27-ին առնչվում։ Ճիշտ է, որ հոկտեմբերի 27-ին Սեֆիլյան Ժիրայրը զանգել ու ասել է ձեզ, որ մորուքը սատկել է, մորուքին սպանել են, դուք էլ հայհոյել եք, ու այդ զապիսները մինչև հիմա KGB-ում կան։ Սամվել Բաբայանի պատասխանը, որ զանգել է, այո, տենց ա եղել եւ փոխանցել է, որ հանցագործներն ուզում են, որ դու գազ բանակցությունների։ Ես բացատրել եմ, ասելով, որ զեկուցեք նախագահի ապարատ, կգտնեմ, եթե գտնեն, որ ես պիտի գամ, ուրեմն ես կգամ, իսկ մնացածը ինչ ասեցիք, ամբողջովին իրականություն ա։ Ուրեմն Սուրեն Սարգսյան, այսինքն Սեֆիլյանն այդքան ասել է ձեզ, այն բառերով, որ ես ձեզ հարցրի նույն ձև, Սամվել Բաբայան, այո։ Սա շատ կարևոր դրվագ է, ես գիտեմ, որ նախաքննական մարմինը չի կարողացել այդ ժամանակ գտնի Ժիրայր Սեֆիլյանին եւ հարցաքննի։ Հետագայում դեպքերը այլ ձև զարգացան եւ հիմա այս դրվագը ինչ է կարծում, չարժի որպեսզի նախաքննական մարմին անջատված մասով մի հատ բան անի, ուսումնասիրի, արձագանքեք հետ այսօրցի շարունակեմ։ Այս դրվագին ծանոթ եք թե չէ, հարցազրույցին։ Ես ձեր առաջի հարցից կսկսեմ, երբ որ 3 ատյանով բողոքարկումից հետո պարտվել բառը օգտագործեցիք, ես ենթադրում եմ բողոքարկումն նկատի ունեք, ուր ենք բողոքարկել, պարոն Քոչարյան, 3 ատյան է Հայաստանի Հանրապետությունում։ Ուր է բողոքարկել հետո։ 3 ատյանով, այո, եւ համաձայն չի եղել դատական ակտի հետ։ Պարոն Քոչարյան, գրավոր ներկայացրեք կոնկրետ օրինակը, բայց գնահատական տալուց առաջ ես կխնդրեմ իրավական կողմը հարցի նայել։ Այո, լինում են իրավիճակներ, որ մենք համաձայն չենք առաջին ատյանի դատարանի դատական ակտի հետ։ Մենք այո, համաձայն չենք լինում նաև վերաքննիչ։ Ու ես ձեզ օրինակներ կբերեմ, շատ կոնկրետ ձեզ օրինակներ։ Նախագահ, ինձ թվում է ընդհատել երևի չի կարելի, չէ՞, ստորակարգի։ Ձեզ ընդհատել չի կարելի, բայց դուք հարց եք ուղղում պատգամավորին, դրա համար ես չմիջամտեցի։ Ես խնդրում եմ տիկին գլխավոր դատախազ հարցը լսելուց հետո հարցին արձագանքել, պատգամավորին հավելել հարց չտալ եւ երբ որ արձագանքի ժամանակ հավելյալ բան կունենա ասելու, կավելացնի դրան նույնպես կկարողանաք արձագանքել։ Շնորհակալ եմ ֆորմատը պահենք, որպեսզի Շնորհակալություն, ես ունեի պարզաբանում ստանալ, որպեսզի կարողանամ հարցին պատասխանել։ Այո, լինում են իրավիճակներ, որ մենք համաձայն չենք։ Նույն քրեական ենթամշակույթի հետ կապված 2 ատյանների հետ համաձայն չլինելու դեպքում մենք բողոքարկում ենք վճռաբեկ դատարան։ Լինում են իրավիճակներ, որ վճռաբեկ դատարանի դատական ակտը ստանալուց հետո, դատական պրակտիկայի վերաբերյալ վճռաբեկի դիրքորոշումը ստանալուց հետո, մենք հաջորդիվ այլևս բողոքարկումներ չենք իրականացնում, բայց վճռաբեկ դատարան բողոքարկում ենք, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա վարույթ ընդունելով կամ վարույթ չընդունելով իր դիրքորոշումը հստակեցնել կոնկրետ նորմի կիրառման հետ կապված։ Սա է պատճառը, այստեղ որևէ ինքնանպատակ լինել չի կարող։ Եթե դուք կոնկրետ գործի հետ կապված մտահոգություն ունեք, մենք սիրով գրավոր կպատասխանենք ձեր հարցին։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին, ապա հաշվի առնելով այս պահին իրականացվող քննությունը եւ այլ աշխատանքները, դրա վերաբերյալ որևէ տվյալ հաղորդման մեջ չի ներառված, որպեսզի քննությունը չվնասի։ Դա արված չի որպես բաց թողում, դա արված է հենց քննության շահից ելնելով։ Ես կխնդրեմ ձեզ, եթե որևէ դիտարկում ունեք, գաղտնի նշագրումով ուղարկել, եթե դա բաց աղբյուրում չի զետեղված եւ եթե բաց աղբյուրում է զետեղված եւ կարծում եք, որ նախաքննության ուշադրությունից վրիպել է, խնդրում եմ պատգամավորական հարցման շրջանակներում գրավոր ուղարկեք։ Մենք ձեր բոլոր հարցումներին պատշաճ պատասխանում ենք։ Շնորհակալ եմ, խնդրեմ արձագանք։ Ունեք արձագանք, չեք։ Համեցեք։
Դատախազ, ես կարծում եմ, որ դատախազությունը իր հսկողական գործառույթների շրջանակում, հատկապես այս կարևոր գործերում, նման ինֆորմացիաները, որոնք բաց աղբյուրներում եղել են, պետք է տեղեկացված լինեն, բայց ինչ-որ է անպայման կուղարկեմ եւ բնականաբար ելի կարևոր վկաներ կան, որ այսօր նախկինում նախաքննության ձեռքբերված ապացույցների շրջանակում նաև մեղադրանք է ներկայացվել, կալանավորված են եղել դեպքերի քաղաքական զարգացումների պատճառով վկաները ազատ են արձակվել։ Խոսքս Ալիկ Հարությունյանի մասին է, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որը ինչքան ես գիտեմ, հիմա ապրում է Փարիզում։ Դուք որևէ միջամտություն իրականացրել եք, որպես այդ կարևոր վկան վերադառնա եւ պատասխանի նախաքննական մարմնի այսօրվա անջատված մասի հարցին։ Ես նշեցի, որ հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է նախաքննության փուլում, ակտիվ նախաքննության փուլում եւ պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Ես դիտավորյալ չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, պարոն Քոչարյան, որպեսզի չվնասեմ քննությունը։ Նույն կերպ պետայրավական հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ մարտի 1-ով նախաքննության փուլի հետ կապված հարց հնչեց, որի վերաբերյալ նույն պատասխանն եմ տվել։ Մենք նախաքննության շահից ելնելով այս պահին կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է գործ ունենալ եւ անձինք ուղղակի անհայտանում են Հայաստանի Հանրապետությունից ու մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են, պարոն Քոչարյան, իսկ բոլոր այն ոչ հրապարակային ելույթները կամ մամուլի հրապարակումներից դուրս ձեզ հայտնի տեղեկատվությունը ես կխնդրեմ մեզ ուղարկել գաղտնի նշտրվարի 29-ի երեկոյան հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարներին հրամայել է ցրել Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարներին եւ արգելել հիշյալ հրապարակում հավաքների անցկացումը։ Նշված խորհրդակցությունից հետո փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը տագնապով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդում է հավաքել հիշյալ գնդի ծառայողներին, որից հետո գնդի ղեկավարությանը կարգադրել է անձնակազմին զինել հատուկ միջոցներով եւ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու համար անձնակազմը տեղափոխել հիշյալ հրապարակ։ Առավոտյան 6:30-ի սահմաններում ոստիկանության շուրջ 1200 ծառայող, այդ թվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները տեղակայվել են Ազատության հրապարակին հարակից փողոցներում, որից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊՑ գնդի ծառայողները Սաշա Աֆյանի կազմակերպմամբ ոստիկանության մասին օրենքի 29 հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի բացակայության պայմաններում մուտք են գործել հրապարակ։ Ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, որը զուգորդվել է բռնության, ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների ապօրինի գործադրմամբ։ Ցրել են նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին եւ հարկադրաբար դուրս են հանել հիշյալ հրապարակից։ Նույն ժամանակ ոստիկանության մյուս ստորաբաժանումները քաղաքացիների հետագա կուտակումներն ու հավաքները հրապարակում կանխելու նպատակով շրջափակել են Ազատության հրապարակը եւ թույլ չեն տվել քաղաքացիների մուտքը հրապարակ։ Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո Սաշա Աֆյանի եւ այլ անձանց կազմակերպմամբ ոստիկանական ուժերը շարունակել են բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ հետապնդել քաղաքացիներին քաղաքի կենտրոնական հատվածներում, նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար։ Ոստիկանության կողմից Ազատության հրապարակում եւ հարակից փողոցներում կատարված գործողությունների արդյունքում 3 տասնյակից ավելի քաղաքացիների առողջությամբ պատճառվել է թեթև եւ միջին աստիճանի մարմնական վնասվածքներ, որպեսզի գործողություններով անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին որոշում էր կայացվել Սաշա Աֆյանին նախկին քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի երկրորդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նույն օրը առաջադրվել էր մեղադրանք։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 309 հոդվածը հիշեցնեմ պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորության շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական